մեկ անգամ շարունակում եմ ես այսօր աշխատել գետնից բարձր սկզբունքով եւ այս գեղեցիկ տրանսպորտային միջոցը, որը հիմնականում վայելում են մեր քաղաքի տուրիստները, զբոսաշրջիկները, առաջիկա րոպեների ընթացքում մերն է լինելու։ Ես այսօր ունենալու եմ այստեղ տարբեր հյուրեր, հայտնի եւ սիրված հյուրեր։ Այնպես որ սկսենք մեր ճանապարհորդությունը։ Այս պահին գնում ենք հանդիպելու Լալա Մնացականյանին եւ կտեսնենք նրա Երևանը կամ Երևանի նրա սիրած անկյունները։ Լալա, ողջույն։ Շնորհավոր մեր քաղաքի ծնունդը։ Շնորհավոր։ Լալա, Սիչ լավ հետաքրքիր։ Շատ օրիգինալ բան է մտածված։ երբևիցե մտածել եք Երևանի օրը այսպես անցկացնել։ Չէ, իմ մտքով բացարձակ չէր անցել, Արևիկ ջան։ Ինձ շատ դուր է գալիս։ Շատ լավ, մենք ունենք ոչ շատ ժամանակ։ Ահա։ Այսօրվա եթերը տոնական է եւ մենք փորձելու ենք ել ավելի տոնական դարձնել, ցույց տալով Լալա Մնացականյանի Երևանը։ Ուր ենք գնալու։ Իմ ամենասիրած վայրն է եւ ես կարծում եմ, որ շատ երևանցիների սիրած վայրն է, դա Կինոնայրի նախկին թատերական ինստիտուտ եւ Կասկադ։ Շատ լավ, գնում ենք Կինոնայրի։ Գնացինք։ Վայ մամա, ջան, ինչ լավ է։ Ինչ թվում է։ Ես կարճ եմ նստել, որ ես ամբողջ իմ կյանքում երազել եմ, ես որ փոքր էի։ Մեր ժամանակ այն տրամվայն էր, որտեղ միշտ ապակի ուրեմն բաց էր, ապակի չկար։ Ու ես հենց բարձրանում էի տրամվայ, գոռում էի՝ «Մամա, պատուհանի մոտ»։ Ինչու՞, որ դրսից նայեն ինչ հա կա։ Բայց այս դեպքում երկրորդ հարկից։ Հա, բայց այն ժամ, այո, իսկ հիմա երկրորդ հարկից ես այսքան ապրում եմ աշխարհի, ես այսպես չեմ նստել։ Լալա, ինչ լավ ուրախ եք։ Ու ես այնքան ուրախ եմ իսկապես, որովհետև ես կուզենայի իհարկե սա նաև նստեմ Լոնդոնում, երբ գնամ Լոնդոն, անպայման նստելու եմ։ Բայց արդեն Հայաստանում նստել եմ, Երևանում եմ, Լոնդոնը գնում եմ, ինչ անեմ, թե ինձ դուր է գալիս։ Ասեմ շատ ազդեցիկ տրանսպորտային միջոց է, ուր գնում ես ու Եվ ուրախ։ Հիմա պատկերացրեք ձյուն է գալիս, նայեք։ Ձյունը թափվում է, կամ անձրև է գալիս, հովանոցոս ես նստած ես։ Պատկերացրեք սիրուն տղա ու աղջիկ են, սա սեր են բացատրում անձրևի տակ։ Հələ նայեք, ինչքան ռոմանտիկ է։ Իսկ ավտոբուսի մեջ ոչ մի ռոմանտիկ է։ Ես այնքան շնորհակալ եմ ձեզ երեխեք, որ ինձ տվեցիք հնարավորություն այսօր այսպես մանգալ Երևան քաղաքով։ Լալա, Երևանը շատ եք սիրում։ Չէ, իրոք հարցնում եմ։ Ես ասեմ ինչու եմ սիրում, որովհետև ես ինձ համարում եմ նաև ինչ որտեղ բնիկ երևանցի։ Իմ հայրը երևանցի է եղել։ Երևանում է ծնվել ու այն տունը այդ ձորի բերանն էր, ինքը միշտ ցույց էր տալիս։ Հա, ես Երևանը ոնց որ հասիկ մամայից սիրում ես։ Ինչ կցանկանայիք Երևանին։ Մենք մեր քաղաքը սիրում ենք, բայց դեռ չենք հպարտանում։ Մենք դեռ մեր քաղաքը չենք փայփայում։ Մենք դեռ մեր քաղաքի համար չենք վախենում, ինչպես մարդու համար կվախենաս։ Մենք դեռ մեր քաղաքի համար չենք անհանգստանում։ Ես անկեղծ ասած, երբ փողոցում տեսնում եմ ինչ-որ մեկը կեղտոտում է կամ ինչ-որ բան է գցում, ես չգիտեմ, կարող եմ մեքենան կանգնեցնեմ, իջնեմ, Խոսում եք, մոտենում եք։ Ես չեմ կարող չխոսել, ես կբարկանամ, որովհետև դու իրավունք չունես։ Գիտեք ինչի, մենք այս քաղաքը նոր է։ Մենք չէ՞ որ նոր է կառուցվել այս քաղաքը։ Նոր է, սա չէ՞։ Նոր է այս քաղաքը եղել ու եթե ես չեմ այս քաղաքի տերը, եթե դու չես, եթե նա չի, ով է։ Մենք ենք իհարկե։ Ուղղակի ես ուզում եմ, որ մենք մի փոքր շատ ավելի այն ոնց է բուջուր երեխայի համար մտահոգվում, հա? Անհանգստանում։ Ոնց ես անհանգստանում։ Այսինքն անհանգստանանք, մամայի նման անհանգստանանք մեր քաղաքի համար։ Հենց այս բակում մենք ապրել ենք, մեր լավ բարեկամներն ու ընկերներն այնտեղ են։ Գիտեք ինչով այս դուրս գալիս պետք է ասեմ, ոչ մի բանից չես վախենում, որ քեզ կխփեն։ Թող իրանք վախենան։ Ու համբարձր ես։ Համել ապահով ես։ Հանգիստ Ու ապահով։ ոչ մի ասենք թե բանից չես վախենում։ Ապահով եմ ես ինձ զգում։ Հիմա տեսեք, մոտենում են Կինոնայրին, չէ՞։ Ուրեմն այստեղ մի ժամանակ երեխեք կինոյի համար իրար մարդիկ սպանում էին, որպեսզի տոմս առնեն։ Հերթը կիլոմետրով էր։ Օրերով էին հերթ կանգնում։ Օրը քանի սեանս էր։ Երևի ժամը 10-ից սկսում էր։ Լավ ֆիլմեր էին բերում ու ես հիշում եմ այդ հերթը մինչև հասնում էր այն
այն մի քանի, այսպես ասած, երևի մի 500-600 մետր կանգնում էին, իրար գլխի թռնելով առնում էին տոմսեր, իսկ հիմա Լավ, ասում են, որ համեղ պաղպաղակ է եղել ներսում, ճիշտ է դա։ Դե համեղ պաղպաղակ է եղել, հետո այնտեղ այդ 4-րդ խանութ էր, խանութ էր, այնտեղ բան էին տալիս, միշտ տոմատի հյութ էին տալիս եւ 15 կոպեկանոց խաչապուրի եւ անպայման մի հատ շատ բանդ մեծ տատիկ էր կեղտոտ գոքնոցով եւ կեղտոտ փալասով որ սրբում էր ամեն ինչը Բայց դա ձեր վրա չէր Չէ ազդում։ կապ չունի հակառակը մենք ասեմ մենք այդ տատիկին շողոքորտում եւ քծնում էինք որովհետեւ նա շատ ջղային տատիկ էր եւ 15 րոպեից ավել նստելուց ասում էր վերկացեք ռադեղեք ու մենք միշտ ուզում էինք նրա հետ բարի դրացական հարաբերություններ մեջ լինենք որինք պատկերացնում ենք որինքը մեզ չքշեր եւ այնտեղ նստում էին եւ գլողներն էին նստում բայց դե մեզ բանի տեղ չէին դնում 16-17 տարեկանին շուտ հանում էին թատերական այեսա թատերական ինստիտուտը անցանք մեր հին թատերական ինստիտուտի կողքով անցանք չեն կարող մտնել բայց ոչինչ կարևորը անցանք մենք այստեղ անցել գնալ գալով մեր երիտասարդությունը Այ եթե ասեն Երևանը մեկ բառով նկարագրեք, ինչ կասեք։ Երևանը ինձ համար մայր է եւ զավակ է միաժամանակ Լավ, ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել այս դրական զգացմունքների համար, որ մեզ բոլորիս փոխանցեցիք։ Դուք էլ ինձ Եվ գնանք հետ թատերական ինստիտուտ, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ, որտեղ ես դասավանդում եմ եւ հիմա նոր ներկայացման փորձեր եմ սկսել։ Գնացեք դասի գալիս եմ։ Այո, հենց հիմա արագացրեք։ Նայեք։ տեսնեք ինչ լավ է։ Տեսել են ես չկամ, եկամ ես բախնում եմ։ Վերելից երևում է, էլի ամեն ինչ, հարմար եմ։ Արյունցի սիրտ եմ կերել։ Լավա, այնքան չեմ ուզում ձեզ հրաժեշտալ, բայց ուսանողները սպասում են։ Այո։ Չտանք նրանց հնարավորություն Փախչելու դասի։ փախուստի դիմելու։ Չեն էլ փախչում։ Ահա։ Լալա, պետք է գնաք։ Գնամ։ Ոյ, շատ հաճելի էր։ Նմանապես։ Ձեզ էլ շնորհակալություն, ցտեսություն, կհանդիպենք։ Կհանդիպենք։ Սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց այս հատվածը, բայց մենք դեռ ունենալու ենք այլ հարցազրույցներ ավտոբուսում, այնպես որ մնացեք մեզ հետ։